Ողջույն ընկերներ, պատրաստում ենք շատ համեղ ռուլետ, որը կհամալրի ձեր պահքի ճաշացանկը։ Եվ այսպես, սպանախը նախապես լավ լվանում ենք, կտրատում, լցնում կաթսայի մեջ, վրան մի փոքր ջուր ենք ավելացնում և եփում, ինձ մոտ 5 կապ սպանախ է։ Այնուհետև կես գլուխ սոխը մանր կտրատում ենք, լցնում թավայի մեջ, ավելացնում ենք ձեթ և տապակում։ Այդ ընթացքում 2 խոշոր գազարը քերում ենք խոշոր անցքեր ունեցող քերիչով։ Ավելացնում ենք տապակած սոխին և շարունակում տապակել մինչև գազարը մի փոքր փափկի։ Այնուհետև այստեղ ավելացնում ենք արդեն խաշած սպանախը։ Համեմում ենք աղով, մի փոքր տապակում ենք, վերցնում կրակից և քամում քամիչի օգնությամբ։ Վերցնում ենք 2 լավաշ, դնում իրար վրա։ Նրա վրա տարածում ենք սպանախի և գազարի խառնուրդը։ Ինչպես ներկայացնում եմ տեսանյութում, փաթաթում ենք, տեղավորում ջեռոցի տապակի վրա։ Առանձին տարայի մեջ խառնում ենք ձեթը և քաղցր կարմիր պղպեղը։ Քսում ենք ռուլետի վրա և տեղափոխում 180°-յան տաքացված ջեռոց մոտավորապես 5-6 րոպե, մինչև ռուլետը ձեռք բերի ախորժելի խրթխրթան կեղև։ Կտրատում ենք, մատուցում և տաք և սառը վիճակում։ Բարի ախորժակ։